Հայաստան երկու ուժերի կողմից մանդատները վերցնելու հայտարարության վերաբերյալ քննադատություններ հնչեցին նաև այն մասով, որ իշխանությանը եւ խորհրդարանական ընդդիմությանը ներկայիս ձևավորվող խանգարում էր ըստ էության բարգավաճ բոլորը հարմարվեցին սահմանադրական դատարանի որոշմանը, վերցնում են մանդատները եւ գնում են նորից։ Լավ, ինչով էր մեր ձեռնտու ընդդիմություն չմեկնաբանեմ, թե մի քիչ այլ բաներ եմ ասել։ Մենք առաջին օրից մյուս նախընտրական շրջանում մեծապես կարևոր է որ ոչ միայն Բարգավաճ Հայաստան, այլ որևէ քաղաքական ուժ, ովքեր փոշիացրին քայլերը, անցնեն, որտեղ մենք հասկանում ենք նաև լավ, որ այդ փոշիացումը կարող է վտանգավոր լինել։ Իհարկե շատ էական եւ կարևոր է Բարգավաճ Հայաստանի անցնելը, որտեղ 3/5-րդի հարց է, բայց ինչ կապ ունի այդ մանդատ վերցնելը Բարգավաճ Հայաստանի անցնելը։ Մենք ամենաշատ ուժերից մեկն ենք եղել, որտեղ հասկացել ենք դա ընդհանուր գործի համար շատ կարևոր է։ Գնացինք կոնկրետ ապօրինության, որը մարսելը դժվար է։ Ես ասում, եթե նախորդ ընտրություններում, չգիտեմ, խախտումներ եւ այլ բաներ եղել են, ասենց ուղիղ օրը սովորական գողանալ մանդատները, սկզբում Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ նորմալ երկրում տեղի չունեց։ Կամ ինչ է կանելու խորհրդարանում, նաև նշում էին, որ կարելի էր ընդհանրապես չվերցնել մանդատը, այդ նույն ձեր նախանշած փողոցային պայքարը կամ հավաքները ժողովրդի հետ խոսել անել եւ ընդհանրապես իշխանության օրակարգը չսպասարկել։ Իրենք ուզում են կտան խորհրդարանում իրենց օրինագծերը այսպես կանցկացնել, բայց ընդդիմությունը ունենա իր օրակարգը, դուք ազգային ժողովի ինչ օրակարգ ունեք։ Այն օրակարգը, որի մասին մեր դաշինքը ամեն երկու օր առաջ հայտարարել է, ամեն ինչ անում ենք այդ օրակարգը սպասարկելու համար մեր նպատակների, ձգտումների դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել։ Մենք ընդհանրապես դիտարկում ենք, որ մանդատը հնարավորություն է եւ գործի, այլ ոչ թե խոչընդոտ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Իհարկե, մենք սրանով ձևավորում ենք սպասում, իհարկե մենք շատ ըմբռնումով ենք մոտենում նրանք քաղաքացիներին, ովքեր այս պայքարի ընթացքում այսօր էմոցիայով գուցե կոմունիկացիայի խնդիրը ունենք ճիշտ բացատրելու, հենց դրա համար է ասում ճանապարհային քարտեզը շատ կարևոր է, բայց այս ամեն ինչը ճիշտ էր, սխալ էր, որքան էլ արդյունավետ ցույց կտա առաջիկա մեր գործունեությունը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ կա սպասում, կա մեծ պատասխանատվություն եւ վտանգը բավականին լուրջ է։ Բայց այլ ճանապարհը մենք չենք գտել արդյունավետ, որովհետև այլ ճանապարհը պարզապես խուսափել էր պատասխանատվությունից եւ 500,000 ձայն ստանալու դեպքում պարզապես լքել նույն այդ մարդիկ ընդհանրապես այդ բանից հետո ասելու էին դա չհասկացանք, այսինքն հեսա չարեցի։ Իհարկե հասկանում եմ դժվար է լինելու, կա այդ պատասխանատվությունը եւ շարունակելու պայքարը վերջնական փոփոխության հասնել։